Որ ճանապարհով։ Այս ճանապարհով տարելա ոտքով գնացել են Թիֆլիս։ Հա։ Այնտեղ այննա Ալավերդ ու Բագրատաշենի տրանսպորտ գնացել են։ Ահա։ Դե ես չեմ գնացել ոտքով։ Առաջները էլի ժամանակները մեր գյուղի կապը Թիֆլիսի հետ շատ է եղել, քան Երևանը, էլի։ Այսինքն իրական ճանապարհ։ Հա, հավաքաններ այդ ժամանակ դպրոցում խաղում էին, ամառային արտագործները կամ վարկան։ Մեկ եկան ասեցին, որ Գիկոր դերակատարի են ման գալիս, Երևանից մարդիկ են եկել, Գիկորի դերակատարի են ման գալիս։ Հենց երեխեքով էր դպրոցի, մի 10-15 հոգով, գնացինք դպրոցը ուսուցչանոց կար, այնտեղ հավաքվեցին։ Մեկ էլ տեսանք ծանոթ դեմքեր Սոս Սարգսյան, Հենրիկ Մալյան, Սերգեյ Իսրայելյան։ Բայց ճանաչում էիք այդ տարիքում իրենց։ Սոս Սարգսյանին ճանաչում ենք, որովհետև հեռուստացույցով իր ֆիլմերը շատ են դիտել։ Այնտեղ Սոս Սարգսյանը առաջի հարցին զրվեց, ասեց Ալբերտ ջան, ինչ գիրք ես կարդացել։ Ասեցի Գիկոր պատմվածքը, որովհետև այդ ժամանակ 4 դասարանում ենք սովորել, այդ էի կարդացել, այդ ասել։ Ահա։ Հիմնական պատճառն է եղավ, հետո իրանք հրավիրեցին Երևան, գնացինք Երևան հայ ֆիլմ ստուդիա, այնտեղ տեսա 7 հատ Գիկոր էին ընտրել ամբողջ Հայաստանի տարբեր մարզերից։ Որից մեկը ես էի, մի փոքր դրվագով հանդես եկանք, ասենք ես իմ լեզվով Երևանցին իրալենական ֆիլմը ինձ համապատասխան տան ու ինձ նկարվեցինք այդ ֆիլմը։ Ֆիլմը տևացել է 8 ամիս, որից 2 ամիսը Թիֆլիս ենք նկարահանվել։ Մեր գյուղը, այս աղբյուրը մեկ էլ տարբեր տեղ է, մի քանի տեղ է։ Ահա։ Գիտեմ, ում հետ հանդիպում ենք, առաջի հարցը սիրել ենք ավտագիստական եղել։ Ամբողջ ֆիլմը նկարել էին, մներ այդ մի փոքր դրվագը, որ պետք է բազազարտեմը խփի, սպից փորձեր լավ չէր ստացվում, հետո որոշեցին, որ պետք է իսկականից խփեն։ Ես Արմեն Ջիգարխանյանը չէր խփում, ասեց փոքր երեխին ոնց խփեմ, ձեռը վրա չգեր։ Հետո հիշում եմ Հենրիկ Մալյանն ինձ մի կողմ տարավ ու ասեց Ալբերտ ջան, դու ասա, բալքամ քեզ լսի, մեզ չի լսում, էլի։ Խփի, որ ֆիլմը ստացվի։ Նա գնացի ասեցի, պարոն Ջիգարխանյան, դեմի սիլլա է խփի, գեղացի մարդ ենք կդիմանանք։ Այդ ժամանակ ատամս ցավեր, ասում մենակ էլ մի կողմը չխփես, էլ մի կողմը կխփես։ Ու տենց խփեց, բարեբախտաբար առաջի փորձից լավը ստացվեց, թե չէ դրվագներ կար, մի քանի անգամ փորձել։ Եվ մի տեղ Գիկորի բախտը բերուց, տենց հետո վերջում ասեց ինչ է շատ սիրում, ասեցի ֆուտբոլ խաղալ եմ շատ սիրում, տենց մի հատ գնդակ մեկ էլ սպորտային շորեր նվեր տվեց։ Կարճ ասած մի ապտակը մի գնդակ էր։ Տենց նկարվեց ֆիլմը, հետո փոքր եմ եղել, շատ բան չեմ հասկացել, որ մեծությունների հետ ենք խաղում, մեծացանք ու արդեն զգացինք Գալյանով են, Ջենի Ավետիսյան, Սոս Սարգսյան, Արմեն Ջիգարխանյան, Հենրիկ Մալյան, Սերգեյ Իսրայելյան, ես էլ եմ ինձ հպարտեցնում, որ նման մարդկանց հետ դեր ենք արել։ Շատ լավ է։ Իսկ հետագայում խաղալու համար առաջարկներ ստացել եք, թե չէ։ 77 թվին դպրոցն ավարտել ենք, հետո գնացել ենք կինոտեխնիկում սովորել Երևան։ Դրանից հետո սովետական բանակ ենք գնացել, 91 թվին վերադարձել ենք ու էլ չենք շարունակել։ Նույն ցուրտ տարիներ։ Հետո կինոյի հրավերք չի եղել, այս վերջում նոր հրավերք եղավ։ Գնացինք, փորձեցինք։ Կպատմեք մի փոքր էլ ձեր երկրորդ դերի մասին։ Ինձ զանգահարեց Ռուբեն Եսայանը։ Քանի տարի անց կներեք։ Հա? Քանի տարի անց։ 43 տարի 43 տարի անց։ 72 թվականին եկել 2 ամիս առաջ։ Ահա։ Ասեց Ալբերտ ջան, ուզեմ որ նկարահանվես այդ ֆիլմում։ Ասի փորձենք։ Շատ մեծ սիրով համաձայնվեցի, նկարվել ենք այդ ֆիլմում։ Նոր գարնանը մայիսի 7-ին պրեմիերանա։ Տեսնենք, դուք կասեք լավ ստացվել թե չէ։
Մենք հիմիկվանից ասում ենք, որ լավ է ստացվել։ Զգում ենք դա։ Հենց նկարվեցինք, ես էլ եմ շատ բան չեմ հասկացել, եմ ասում փոքր եմ եղել, ոնց ասել են, հենց էլ դեր ենք տալել։ Իսկ հետաքրքիր է, այ որ ձեզ ընտրեցին, չէ, մինչև ընտրելը, որ ձեր ծնողները իմացան, որ ուզում են ձեզ նման դեր տալ։ Ոնց արձագանքեցին ձեր ծնողները։ Ասեմ, իմ հայրս մայրս համաձայն էին, որ այդ հրավերքն եղավ, բայց մեծ պապիկ ունեի, ինքը համաձայն չէր։ Էլի նույն Գիգորի պատմությունը ընկել էր մերթում, բայց պապիկին կարացինք համաձայնացնենք։ Դու ասեր մինուճար տղայա, մեկ տանի Լենան իր աշխարհը մեկ գցի, բայց գնացինք նկարահանվեցինք, հետաքրքիր դեպք պատահեց, երբ որ մեր տանը նստած հաց ուտեինք ամբողջ անձնակազմով այդ կինոյի։ Ջիգար Խանյան, Սոս Սարգսյան, Հենրիկ Մալյան, բոլոր մեծությունները այդտեղ էին։ Եկել պապիկը տուն ամաչնում ու ասում ով այրեցից սիլա տվել, լավին ոչ իքան։ Սոսյալքան դե բա ես չեմ ելել պապիկ, դայրեն հետաքրքիր զոհապճալի միշտ հիշում ենք։ Իսկ պահել եք այդ ձեր սպորտային։ Չէ, ժամանակ գնդակ չկար, սպորտային շորտ չկար, մարշեցին գնաց։ Կամ հարցնեմ։ Գիգորի կերպարի մեջ շատ է արտացոլվում ոչ թե խոսքերը, այլ լռությունն ու դեմքի զգացմունքները։ Դժվար էր առանց տեքստի փոխանցել այդ զգացմունքները։ Գեղեցիկ հարցեր։ Ռեժիսորը Սերգեյ Իսրայելյանն է, սցենարիստը Հենրիկ Մալյանը, իրանք որտեղ պետք էր գրիմ էին անում նախապատրաստական աշխատանքներն անում։ Ուրեմն ստացվել է։ Ինչ որտեղ ասում են աչքերը նույնն է, այսայնը, բաները կա, դե լավ օգնել։ Այս հիմնականը մեծերի հետ են խաղացել, ոնց ասել են, հենց էլ արել են։ Իսկ ֆիլմի մեջ ամենաշատ որ տեսարանն եք հավանել, որ խաղացել։ Բոլոր տեսարաններն էլ շատ հետաքրքիր են նկարահանվել։ Ասենք ամենահետաքրքիր են գյուղացիների հանդիպումը, որ կա, չէ՞, դատարի տեսարանը հանդիպում են գյուղացնալատեսինք մարդադարը, ինչ հետաքրքիր պահեր։ Իսկ Թիֆլիսում որտեղ էիք մնում։ Հավլաբար թաղամասում, ընդեղ երկու ամսում նկարահանել են բոլոր դրվագները։ Հետաքրքիր պահեր ունեցել են, ես էլ չէի Թիֆլիսը տեսել այդ ժամանակ։ Երևի ձեր ապրումները համընկնում էին, չէ՞, հենց Գիգորի դերասանի հետ։ Դերի հետ ավելի շուտ։ Դե գիտեք, Թիֆլիս ես տեսած չէի, գնացած չէի, Երևան էլ չէի գնացած 11 տարեկան։ Բայց հետո մեծությունները ինձ ահագին օգնել են, իրանց օգնելով էլի։ Նշեցիք, որ դպրոցից 15 հոգի մոտավոր գնացել եք, ոնց ստացվեց, որ ինձ ձեզ ընտրեցին։ Երևի դեմքի կամ աչքերի ինչ-որ նմանություն կտավ Սոս Սարգսյանը, դրա համար հարցը ինձ տվեց։ Ես էլ որ ասեցի Գիգոր պատմվածքն եմ կարդացել, նա հետո իրանք որ հրավիրեցին Երևան, այնտեղ Երևանում տարբեր տեղերից Հայաստանի կային։ Բոլորն էլ նման էին, բայց Հետո մի տեսակ սիմվոլիկ բան էլ կա, էլի, որ պետք է հենց Թումանյանի գյուղից լիներ հերոսը։ Լեննականցին կամ երևանցին իր խոսակցական բարբարն։ Իսկ ֆիլմը նկարելու ընթացքում այնպիսի մի դեպք եղել է, որ դուք հիշում եք վառ, բայց ֆիլմում չկա այդ կադրը։ Տեսարաններ կար, ասենք, շատ դերասանական վարպետություններ պետք, որը ես չունեի, որովհետև դերասան չեմ եղել, ստացվում մանավանդ Հենրիկ Մալյանը։ Դրվա կար ռեժիսորը Ջրայման էր, Ալբերտ Սենց արան, հենց ավակ, ոնց որ նոր փորձենք չէր ստացվում, չէ՞, դրվակը, նույնն էլ ընդեղ կատարվում։ Բայց Հենրիկ Մալյանը գեր ականջիս երկու բառ ասեց, թե չէ, վրազ այդ վարկյան ստացվել էլ հետաքրքիր։ Իսկ ի՞նչն է մնացել ձեր մեջ Գիգոր կերպարից, ի՞նչն է մնացել որպես դերասան ու որպես մարդ։
Այդ կինոն նկարահանելուց հետո ուղղակի մարդիկ հետաքրքրվում են, ես էլ եմ ինձ լավ ես գնում, գալիս են զրուցում են, ոնց ա եղել, ինչ ա եղել, ասում են։ Նման բաներ հաճախակի ալում։ Իմ կարծիքով ձեր կողքին ապագա դերասան է նստած։ Հա, սիրում է դերասանություն անել։ Ես կցանկանամ լավ սովորեք, լավ դառնաք, ապագա մեր մեծություններին հասնեք։ Իսկ որ դերասանական ավարտել։ Իսկ որ ձեզի ասացին, որ պետք է նկարահանենք այդ ֆիլմում, ինչ էմոցիաներ, ինչ զգացումներ։ Այն ժամանակ ես կինոներ շատ եմ նայել, բայց չէի պատկերացնել, որ ինչ-որ կարող մի դեր կանեմ, էլի։ Բայց կինոներ շատ սիրեի, նայեի, ինչև էդ ասենք սպորտով ենք զբաղվել, բայց կյանքի դերում եք են ստացվել։ Իսկ հետաքրքիր է, որ նկարվեցիք, հետ եկաք, ձեր ընկերները ոնց էին վերաբերվում, էլի։ Ամեն անգամ հարցեր էին տալիս, երևի, չէ։ Իրար հետ ենք եղել, իրար հետ ժամանակ ենք անցկացրել, են երեխեքը, որ կան դերի մեջ, խաղում են, սա մեր ընկերներն են, էլի։ Հա, իրենք էլ կան։ Հա, բոլորը, Զանի դերագատարը իմ քույրն ա եղել իսկական։ Հա, Ասենք են մնացած բոլոր փոքր երեխեքը մեր գյուղի երեխեքն են, էլի։ ահա։ Իսկ ֆիլմը նկարահանելու ընթացքում պետք է եղելա, որ տեսնանել եք վեցելոքները։ Հիմա էլ որ էլի հրավեր կանեն, որ Գիկորը պետք է նկարահանենք, էլի կնկարվեն մեծ սիրով, բայց այս պարագայում արդեն Համբոյի դերը կտանենք։ Դե մի քիչ մեծացել է։ Իսկ ձեր կարծիքով ինչ կարևորություն ունի այդ Գիկորի ֆիլմը 21-րդ դարի համար։ Ցավոք սրտի այս իրական կյանքում կան, չէ՞, էլի Գիկորներ կան։ Այն ժամանակ էլ եղել, հիմա էլ կան։ Նենց անենք, որ Գիկորներ չլինեն, Համբոները Գիկորներին լավ դաստիարակեն ու ստիպված չլինեն, էլի որ կանեն այնտեղ մարդ սարքելու, բայց այդ ճակատագրին արժանանան։ Ճիշտ է։ Իսկ Գիկորի դերասանը տխուր պատմություն է, իր պատմությունը, իսկ հեշտ էր այդպիսի տեսարաններում խաղալ։ Շատ հեշտ էր, քանի որ այնտեղ Սոս Սարգսյանի հետ ենք խաղացել, վերջի որ Գիկորը մահանում է, այնտեղ ինձ գրիմ արեցին Սոս Սարգսյանի համար եմ ասում, որ իրական դերասան որ ասեն, ինքնա արտասունքներ սարքեցին, ինձ գրիմ արեցին, ինքը չթողեց։ Քանի անգամ փորձեցին ու իրական արտասունքներ եկավ, էլի, քանի անգամ փորձեցին, ինքը իրական լավն էր։ Մեծ ֆիլմերից իրական։ Ճիշտ է։ Նա մեծ կցանկանան բոլորից առողջություն, հաջողություն, մեր երկրին խաղաղություն, բոլորից։ Մի փոքր էլ կպատմեք, հետո ինչպես ձեր կյանքը ընթացավ։ Ապրեցի գյուղում։ Հա, դե Ձեր ընտանիքի մասին էլ թող իմանանք։ Թվին դպրոցն ավարտել ենք, ընդունվել ենք կինոտեխնիկում Երևանի ռեժիսորական բաժինը, 89 թվին գնացել ենք սովետական բանակ, 91 թվին վերադարձել ենք ու մինչև օրս ապրում եմ դստեղ գյուղում, Ահա, ունեմ 3 հատ երեխա, 4 հատ թոռնիկ, Աստված բայ։ Սեղը ամեն եղանակին, ասենց անպայման, դստեղը մեր երկրագնդի կենտրոնը, միշտ գակ, մանգակ, յավետ ժամանակ անցկացնում։ Իսկ որպես մարդ կամ որպես դերասան, ինչ եք սովորել այդ կինոից, որ խաղացել եք։ Կինոյից երևի ես բնավորությամբ էլի բարի, ես թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա ուրիշ դեռ չէի կարալ կանեմ, բացի բարի կերպար։ Բարություն, մենակ լավ մարդ մնանք։ Այ ինչ խորհուրդ կտաք մեր աշակերտներին։ Ով ասել, որ ասնա, եռնեք նրան, ով մարդ կուգա ու մարդ կերտա անարատ։ Չէ, դա մեր Հովհաննես Թումանյանի խոսքերն է։ Բոլոր ժամանակների, թե այն ժամանակ ինչ կապ ունի մարդկությունը ժամանակների հետ։ Ընդհանրապես պետք է երեխաներին լավ դաստիարակեն, որ մեր մեծերին չմոռանան, չէ, մեր կինոները նայեն, այն հին ֆիլմերը նայեն։ Ճիշտ է, ճիշտ է։ Նայել եք հին ֆիլմերը։ Ձորի Միրոն նայել եք։
Նահապետը նայել է, չեք նայել, թե մեկ որ կգնալի կնայել, Սոս Սարգսյանի, Հենրիկ Մարյանի անպայման նայել է, մենք ենք մեր սարերը, տորմը երկում, չենք մոռանամ անցածը, բայց պիտի անցածով դաստիարակում, չէ՞։ Այո։ Ժամանակները փոխվում են, բան չունեն ասելու, բայց պիտի անցյալը մեր Սոս Սարգսյան, Օվեն Աբրահամյան, մեր Ֆրունզիկը, մեր Կապտակյանյանը, ոնց կարաս թավոր մարդկանց չի մանում։ Մեր սիրելի դերասանը իր հետ ֆոտոալբոմ է բերել, որ բարձրանանք Ձորի վերևում, մեքենայի մեջ է, չէ՞, ասեցիք։ Մեծերի հետ։ Ահա։ Իսկ հիմնական պատգամը ֆիլմի ո՞րն է ձեր կարծիքով։ Հիմնական պատգամը ընդհանրապես մեր որ դիկորներ չլինեն, որ այդ ճակատագրին չարժանան։ Ուղղակի ցանկալի ֆիլմեր, որ ֆիլմի այդ վերջաբանը փոխված են, չէ՞, որ դիկորը չմահանա։ Աստված որ ասենք տարիներ հետո մեկը նկարահանի, ոչ այս վերջաբանով ասեն, վերջաբանը ավելի լավ։ Որ մարդիկ էլ չլացեն, բոլորը նայեն, դիկորն էլ դարձնա, եսի ինչ լավ մարդ է։ Իսկ Ռուբեն Եսյանի թազա նոր ֆիլմում ապրած ոնց է։ Բարի կերպարա, գյուղացի կերպարա։ Գառնանը կնայես, կամ այդ կարդացեք գիրքը իմացեք։ Ահա, եւ Ընդեղ Սոս Ջանիբեկյան նախարարն էր ճանաչված, ընդեղ Դարփինյան։ Անունը Ջիվան։ շատ լավ, շատ շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ, եք ջան, լավ կացեք, մեր երկրին էլ թող խաղաղություն լինի, որ ամենքը ձեր նպատակը։ Կամած թերթեք, երեխեք չափ, բոլորն են նայ։ Բոլորը Հենց քաղաքում մեծանամ բան, ամաշոր էր կա, ասի, հələ կեսի չպրտակ ասես հա։ Ես որ տեսա Սոսյալի Սելերիս ներեք նկարահանվել կինոյի այդ աղբյուրի տեսարանա, որ նկարեինք այդ մեծ մեքենաներ էին բերել, իջեցին ծորը հիմա դե մի ապարատ մի ֆիլմ չէ նկարը Մանյանի տուն թանգարանում Ապրեք շատ, ձեր օրը մեր հետ կիսելու համար։ The monastery was built in the 10th century and was named after Saint Gregory Illuminator, who is the first Catholicos of the Armenian Apostolic Church. The monastery complex consists of two adjacent churches, a chapel, a family cemetery of Mamikonians, and a ceremony. Քայլում ենք մի փոքր ու հանկարծ Անտարապատ ձորի մեջ մի հսկա խոնարհված եկեղեցի է։ Չէ, ինչ եկեղեցի է, մի ամբողջ վանական համալիր է, հրաշք բարձրափակ շիրքերի քորը։ Վանքը կառուցվել է 10-րդ դարում, անվանակոչվել է իր պատիվ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսի, ով եղել է հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսը։ Համալիրը կազմված է երկու միմյանցից եկեղեցիներից, Մատուռից, Մամիկոնյանների տոհմային գերեզմանոցից եւ Ծիթանից։ Ձորում գտնվում է վանքապատկան կամուրջը։
We are in a cozy spot not far from the village of the sea. This beautiful place was one of the great Point's favorite locations. He called this small lake Tsover and loved spending time with his friends. Մենք գտնվում ենք դսեղից ոչ հեռու մի գողտրիկ վայրում։ Այս վայրը մեր մեծ բանաստեղծի ամենասիրելի վայրերից մեկն է։ Այս փոքրիկ լիճը նա անվանում էր Ծովեր եւ սիրում էր ժամանակ անցկացնել իր ընկերների հետ։ Old blessing. Under a green huge walnut tree, in order of eight folded, sitting together, forming a circle, our great-grandfathers and our fathers, the lords of the village, were having fun and rejoicing with the lively and playful village children. Three classmates standing before them with their hands uncovered, with our hands clasped our humble hearts. We waited for them with a loud, strong voice. We were singing. When our cheerful songs began to play, the merry toast turned its back. All the elders took their full cups with them and blessed us. Life, children, but don't live like us. Time passed, day too passed. My cheerful songs turned sad, and I remembered our day, crying or blessing us. Why did he say, live children, but don't live like us? Peace to you, or unfortunate ancestors. The pain that tormented you has also befallen us. Now, in times of sorrow or joy, we too, when blessing our children, say your words, live children, but don't live like us. Time passed, day too passed. My cheerful songs turned sad, and I remembered our day, crying or blessing us. Why did he say, live children, but don't live like us? Peace to you, or unfortunate ancestors. The pain that tormented you has also befallen us. We too, when blessing our children, say your words, live children, but don't live like us. Կանաչ վիթխարի անկուզենու տակ, իրենց հասակի կարգով ծալպատակ, միասին բազմած, մի շրջան կազմած, քեֆ էին անում եւ ուրախանում, մեր հսկա պապերն ու մեր հայրերը, գյուղի տերերը։ Մենք առույգուժիր գեղչուկ մանուկներ, 3 դասընկեր, նրանց առաջին գլխաբաց կանգնած, ձեռքներս խոնար, սրտներիս դրած, զիլ, ուժեղ ձայնով նրանց սպասում, տաղ էինք ասում, երբ զվարթաձայն մեր երգը լռեց, մռայլ թամադեն բեղերն ոլորեց, նրա հետ վերցրինք լիք բաժակները, բոլոր մեծերը, ու մեզ օրնեցին, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք, ժամանակ անցավ, նրանք էլ անցան, զվարթ երգերս վշտալի դարձան, ու ես հիշեցի մեր օրը լալիս, թե մեզ օրնելիս, ինչու ասացին, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք, խաղաղություն ձեզ, մեր անբախտ պապեր, ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել, այժմ տխրության թեքեֆի ժամին, մենք էլ օրնելիս մեր զավակներին, ձեր խոսքն ենք ասում, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։